Ինչ եմ ուզում ասեմ, կնիկ ջան, երկար տարիներ իրար հետ ապրում ենք, ու ոնց որ մտածելու բան չունենք։ Երեխեքին հասցրինք իրանց նպատակին, պսակեցինք, այսօր էլ մեր ամուսնության 25-ամյակն է, ուզում եմ խմեմ մեր ամուսնության 25-ամյակի կենացը։ Այս 25 տարիա մենք միասին ենք, միշտ ուզեցել եմ մի հարց տամ քեզ։ Այս 25 տարվա մեջ դու ինձ գոնե մի անգամ դավաճանել ես։ Կյանքում այդպես բան չի եղել։ Դաժե մի անգամ այն աղբորը ծնունդի օրը, որ տղեկով գնացել ենք սաունա, հատուկ իմ համար մի հատ աղջիկ էին բերել, ասի հոպ, կնիկս իմ համար սրբություն է, ես այդ գործի մեջ չկամ։ Վարդան, խնդրում եմ անկեղծ պատասխանի, եթե եղել է, ես կուզենայի պարզապես իմանայի։ Դե, ճիշտն ասած, մի անգամ եղել է, այդ որ մի քիչ առաջ ասեցի, որ հրաժարվեցի, ասեցի կնիկս իմ համար սրբություն է, ես այդ գործի մեջ չկամ։ Հետո մի երկու բաժակ խմեցի, ասի սրբությունը սրբություն, գործն էլ մնում է գործ։ Իսկ դու ինձի հեշտ դավաճանել ես։ Հա, Դե պատմի։ որը։ Քան է ատա եղե որ։ 3։ Առաջինը պատմի։ Հիշում ես, որ դու գնացել ես որ գործի ընդունես այն արմաշի գործանը, բայց տնօրենը քեզ քիչ չընդունեց։ Հիշում եմ։ Հետո մյուս օրը անձամբ ինքը զանգեց մեր տուն, կանչեց քեզ իր ամոթ ու միանգամից ընդունեց գործի։ Այ առաջինը այդ տնօրենի հետ եղավ։ Հələ երկրորդը պատմի։ Հիշում ես, որ 10 տարի առաջ քեզ շտապ վիրահատություն էր պետք անել, գլխավոր բժիշկն էլ մեծ գումար ուզեց, մեր մոտ էլ մի կոպեկ փող չկար այդ ժամանակ։ Հետո մյուս օրը համաձայնվեց անվճար այդ վիրահատությունը աներ։ Այ երկրորդ անգամ այդ բժիշկի հետ եղավ։ Հələ երրորդը պատմի։ Հիշում ես, որ 4 տարի առաջ պատգամավոր ընտրվեցիր։ Հիշում եմ։ Իսկ հիշում ես, որ հենց ընտրության օրը պարզվեց, որ քեզ ընտրվելու համար 70 ցենտ չի երիկում։ Հիշում եմ։